Կարապետյանի թիմակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքների, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Դե չգիտեմ ինչ հիմնավորման բնան, որովհետև այդ բոլոր կուսակցություններից ամենասկանդալայինը իրանց էր։ Գոնե ինչ-որ պաշտոնապես հայտնում են կաշառքի դեպքեր եւ այլն եւ այլն։ Միակ տրամաբանական բանն է նա, որ Մոսկվայից հրանգ է ստացել։ Ուրիշ տրամաբանական ես բան չեմ գտնում, որովհետև երկրորդ անգամ ընտրություն անելու դեպքում իրանք հաստատ այդքան ձայն չեն հավաքի։ Նա Ռուսաստանից այդքան մարդ չի գա։ Արդեն կվախենան, որ մենակ չեն գալու մի օրով որոշեն, թե մենք մեր երկրում ապրենք։ Կարող հանկարծ 25 օրով էլ ինչ-որ բան անեն այս երկրի համար։ Երկրորդ ֆինանսական ռեսուրսներն վերջերշու անսպար չէ, դա ծախսը։ Եվ երրորդը այդ նույն կաշառակերության տալու վերցնելու դեպքերը, եթե իրանց լուծում ստանան, շատերը կվախենան արդեն։ Մնացած իրանց ոնց ասեն երևի։ Իսկ դուք տեղյակ եք, իրենք ինչքան ընտրակաշառքներ են բաժանել ըստ ձեզ։ Դե ես չեմ հաշվել բնականաբար, բայց հիշում եմ այդ նախընտրական ընթացքում հեռուստացույցը երբ միացնում էր, ոնց որ սերիալ լիներ, էլի։ Անընդհատ ձայնագրություններ։ Ինչքան են բաժանել ոչ մեկը երևի չգիտի, որովհետև այնտեղ մեկը ճիշտ ասեց, դա ամենադժվար բացահայտվող գործն է։ Ոչ կաշառք տվողն է շահագրգռված որ իմանան, ոչ վերցնողը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։